7-րդ կետը, 7-րդ քայլը իրականում սենց ամփոփում է այս 6 կետերը, հա։ Ես ասացի, որ սրանք որոշակի հերթականությամբ են դասավորված, եթե դուք նախորդ 6 քայլերը անեք, նախորդ 6 քայլերում իմ տված խորհուրդները, ռեկոմենդացիաները անեք, այդ ուղղությամբ զարգանաք, դուք ավտոմատ կհասնեք 7-րդ կետին։ 7-րդ կետը հնչում է հետևյալ կերպ. դարձել ընկերության տեխնոլոգիական փոխակերպման լոկոմոտիվը։ Ոչ թե պարզապես օգտագործել նոր տեխնոլոգիաներ, այլ դառնալ ներդրման եւ առաջխաղացման շարժիչ ուժ։ Տեխնոլոգիական փոխակերպումը ավանդական բիզնեսի համար ամենածանր տրանսֆորմացիաներից մեկն է։ Բայց դա անխուսափելի, անհրաժեշտ տրանսֆորմացիա է։ Եթե ձեր բիզնեսը մոտակա 5 տարվա ընթացքում տեխնոլոգիական վերափոխում չապրի, այսինքն չգա դեպի տեխնոլոգիական դաշտ, կառավարման մեջ ժամանակակից տեխնոլոգիաները չսկսի կիրառել, կառավարման մեջ ինքը ուղղակի հետ կմնա մրցակցությունից։ Դուք կարող եք որպես ձեր ոլորտի առաջատար ընկերություն, ձեր ոլորտի արտադրական ինչ-որ տեխնոլոգիաներ բերել, ներդնել, ավտոմատացնել 100%-ով արժեքի ստեղծման արտադրության process-ը, բայց եթե կառավարման մեջ նորագույն տեխնոլոգիաներ չսկսեք կիրառել, դուք ուղղակի հետ կմնաք կյանքից, հետ կմնաք մրցակցությունից։ Դրա համար շատ կարևոր է, որ բիզնեսում լինի մարդ, ով իր վրա կվերցնի տեխնոլոգիական փոխակերպման առաքելությունը։ 99% դեպքերում բիզնեսում այս պահին այդ մարդը չկա, որովհետև այդ մարդուն անհրաժեշտ են համապատասխան հմտություններ, հա, այդ հմտությունները ունեցող մարդիկ շատ քիչ են, ու 99% բիզնեսներում այդ հմտություններով մարդիկ չկան։ Եթե դուք սկսեք այս ուղղությամբ զարգանալ, աշխատել այս ուղղությամբ, այսինքն սկսեք յուրացնել, սովորել տեխնոլոգիական փոխակերպման համար անհրաժեշտ հմտությունները, դուք շատ արագ ասած 1-2 տարվա մեջ, հա, կարիերայի տեսանկյունից այդ բավականին արագ է, ամբողջ կյանքի կարիերայի տեսանկյունից։ Կդառնաք մասնագետ, ում կարիք ունեն բիզնեսների 99%։ Սա ես չեմ չափազանցնում, ժողովուրդ, սա ուրեմն ոչ միայն իմ սեփական փորձի արդյունքում եմ ասում, այլ ասում եմ իմ գործընկեր խորհրդատվական ընկերությունների փորձի արդյունքում, իմ գործընկեր հենց այսպիսի տեխնոլոգիական լուծումներ ներդնող ընկերությունների փորձի արդյունքում, սա ասում եմ այն բիզնեսների փորձի արդյունքում, ովքեր որ փորձել ու սխալվել, ձախողել են նման տեխնոլոգիական փոխակերպման պրոյեկտները, հա։ Նման մարդիկ չկան, նման մարդկանց պահանջ կա շատ մեծ, ահավոր մեծ, ու եթե դուք որպես ղեկավար կենտրոնանաք այս հմտությունների զարգացման վրա, կազդակ այս հմտությունները ձեր մոտ զարգացնելուն, դուք շատ արագ կդառնաք մարդ, մասնագետ, ով շուկայում ահավոր մեծ պահանջարկ կունենա։ Այս ֆունկցիան իր վրա վերցնող մարդը ընկերությունում դառնում է համար 1 թշնամի եւ համար 1 լոկոմոտիվ։ Թշնամին ամբողջ թիմի համար, որովհետեւ թվային փոխակերպումը, տեխնոլոգիական փոխակերպումը միշտ ենթադրում է շատ մեծ դիսկոմֆորտ բոլոր աշխատակիցների համար, այդ թվում նույնիսկ տնօրենի, նույնիսկ հիմնադրի համար, սա անխուսափելի է, դրա համար եմ ասում համար 1 թշնամին, այսինքն ինչ որ պիրուտ ձեզ ոչ մեկ չի սիրելու, բայց դուք դառնալ եք բիզնեսի զարգացման համար 1 լոկոմոտիվը, որովհետև միայն այդ փոխակերպման արդյունքում է, որ բիզնեսը կարող է շարունակել մնալ արդյունավետ։ Առանց փոխակերպման, տեխնոլոգիական փոխակերպման բիզնեսը շուտով կդառնա ոչ մրցունակ, ինչու չվերցնել այդ փոխակերպման ռիսկն այսօր։ Սենց լիրիկական ավարտ մեր 7-րդ կետի։ Ինչպես ասեմ, սկսեք ուսումնասիրել ERP համակարգերը, դրանց կառուցվածքն ու ներդրման փորձը։ Ինչի ERP համակարգերը, որովհետև ERP համակարգերը հատկապես միջին եւ մեծ բիզնեսի համար տեխնոլոգիական փոխակերպման հիմքն են։ Եթե ինֆրաընկերություն ուզում է մենեջմենթում կառավարման կտորում, հա, կառավարման ֆունկցիայի մեջ տեխնոլոգիապես մի քայլ
մի մակարդակ վերև բարձրանալ, ինքը պիտի ունենա ERP համակարգ։ Ուսումնասիրենք ձեր ոլորտում տեխնոլոգիապես ամենաառաջատար ընկերությունների աշխատանքը, խորացեք նոր տեխնոլոգիական լուծումների մեջ, կազմեք որևէ լուծման ներդրման պլան եւ առաջարկենք ղեկավարել այդ նախագիծը։ Ու մի հատ փոքր լուծման վրա փորձեք կամաց սովորեք, հետո կանցնեք արդեն ավելի մեծ լուծումների։ Էլի այս երկար ճանապարհը, այս երկար սովորելու բանը ու միանգամից սա չի ստացվի, բայց եթե այս 7 քայլերին հերթով անդրադառնաք 7 քայլերով հերթով անցնեք, վստահեցնում եմ, որ կհասնեք նաև 7-րդ կետին, կդառնաք ընկերության տեխնոլոգիական փոխակերպման շարժիչ ուժը։